Պյութագորասը Քրիստոսից առաջ 5-ից 4-րդ դարերում ամեն ինչի նախահիմքը համարել է թիվը։ Թվային թաքնագիտության հիմքում ընկած է Պյութագորասի բրախմայական այն դրույթը, որ տիեզերքը ստեղծված է ներդաշնակության օրենքներով, որոնք կարելի է նկարագրել թվերի միջոցով։ Տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է համընդհանուր օրենքներով։ Ամեն մի դրվագ կազմում է համընդհանուրի մասը։ Ելնելով օրինաչափության սկզբունքներից, Պյութագորասը կազմել է թեորեմներ, բարդ երկրաչափական խնդիրներ լուծել, երաժշտությունը վերածել թվերի և նրա միջոցով բուժել մարդկանց։ Նա աշխարհը տեսնում է դուալիստական, թվերի կենտ ու զույգ բաժանման միջոցով։ Պյութագորասի հետևորդները համոզված էին, որ այն թվերը, որոնք զույգ են ու բաժանվում են երկուսի, օժտված են պառակտելու, բաժանելու հատկությամբ, իսկ կենտ թվերին բնորոշ է միավորումը, ամբողջությունը։ Թվերը օժտված են ոչ միայն քանակական ցուցիչով, այլև ունեն սեփական հատկանիշներ, որոնց միջոցով ստանում են միստիկական հատկություններ։ Թվերին վերագրվում էր նաև բարոյական նկարագիր, համարվում էր, որ որոշ թվեր օժտված են բուժելու հատկությամբ, մյուսները կարող են վնասել։ Թվերը բաժանվում են առանձին արքետիպերի, որոնցից յուրաքանչյուրը տարբեր հարաբերությունների մեջ օժտված է որոշակի հատկանիշներով։ Այսպես, մեկը խորհրդանշում է Արարչին, սկիզբը, ամբողջությունը, մենությունը, երկուսը հակադրությունների միասնություն, դուալիզմ, կյանք ու մահ, սև ու սպիտակ, նյութ ու գաղափար, կին ու տղամարդ, գիշեր ու ցերեկ, երեքը տիեզերական ներդաշնակություն, ստեղծագործական ներուժ, սեր, 4-ը մոգական թիվ է, իշխում է տարածության ու ժամանակի վրա, խորհրդանշում է աշխարհի 4 կողմերը, ժամանակը բաժանում է մեծ ու փոքր շրջափուլերի, 5-ը առնչվում է ֆիզիկական տիրույթին, խորհրդանշում է 5 զգայարանները, 6-ը առնչվում է հոգևոր տիրույթին, ստեղծում է ներդաշնակություն, հավասարակշռություն, գեղեցկություն, 7-ը տիեզերական կարգուկանոնի թիվն է, զուգորդվում է աշխարհի 7 հրաշալիքների, Հռոմի 7 բլուրների, շրջափուլի ավարտի, 7 արեգակնային մարմինների, 7 արվեստների, արարչագործության 7 օրերի, անտիկ 7 իմաստունների հետ։ 8-ը անվերջության, հավասարակշռության կարգուկանոնի թիվն է, 9-ը խորհրդանշում է ավարտունություն, իմաստության սահման, մարդու պտղի զարգացում արգանդում, 13-ը ավերածությունների, մահվան թիվն է։